Ուզեի հարցնել այդ մարդկանց, ովքեր կրկնում են անընդհատ այդ նախադասությունը, որ դա կաթողիկոսի դեմ է, այլ ոչ եկեղեցու։ Եթե եկեղեցու դեմ չի, ինչու են բանակից հեռացրել, դադարեցրել գնդերեցների ծառայությունը։ 1. Երկրորդ, ինչու են աղոթասենյակները հանել հիվանդանոցներից։ Երրորդ, որ շատ կարևոր է ինձ համար, դպրոցներից ինչու են հանել հայ եկեղեցու պատմություն առարկան, նույնիսկ Մաշտոցին են կասկածի տակ առնում։ Իշխանություններին պաշտպանող ժողովուրդն է ասում այդպես ու պետք է իրենց հակառակը ասենք, ապացուցենք, փաստեր բերենք, որ հասկանան, որ դա այդքան էլ այդպես չի։ Իսկ արդյոք այս իշխանությունների համակիրները լսում են նաև Փաշազադեին կամ Ալիևի հայտարարությունները խաղաղության մասին։ Ես կարծում եմ, այս իշխանությունների համակիրները միայն Փաշինյանին են լսում, որովհետև իրենց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Եկեղեցին չուլաններ են սարքել, չանցավ այս թեման, հետո ասեցին կաթողիկոսի աղբերը բանա KGB-ի գործակալ է, էդ էլ չանցավ։ Հետո այս մարդիկ եկան ասեցին, որ կաթողիկոսը ենթարկվում է ինչ-որ մի հատ լեյտենանտի, ասեցին, եֆրետորի, ասեցին, չգիտեմ, ենթարկվում է դրան, էդ էլ չանցավ սուտեր։ Հետո ասեցին, որ եկեղեցու անունն է փոխել, էս էլ չանցավ։ Մի խոսքով ամեն ինչ այս մարդիկ բերեցին, կպցրեցին վեհապարին, որպեսզի եկեղեցու կամ վեհապարի անունը գցեն։